Նարեկ Կարապետյանին առնչվող դրվագի մասին, նախ երկու բառով, ինչ միջնորդություն է հիմքերի մասին։ Մենք նախապես ներկայացրեցինք թե դիմումը համապատասխան, թե լիազորագիրը Նարեկ Կարապետյանի կողմից տրված, բայց դեռ մեզ նյութերը չեն տրամադրել, բայց անկախ այդ հանգամանքից մենք հատուկ ժամկետ կամ հետաձգելու միջնորդություն ժամկետ ծանոթանալու տեսանկյունից եմ ասում, չենք ներկայացնելու ոչ էլ նման միջնորդություն ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Թե ինչին է վերաբերում հիմա կոնկրետ կդժվարանամ ասել, պարզապես ինչպես նախկինում էի նշել, օբյեկտիվ իրականության հետ, ողջամտության, իրավունքի, օրենքի հետ զերո առնչություն ունեցող երևույթի հետ գործում ենք։ Այսօր նախագահը պարզաբանեց, թե ինչ են իրենք գնում միջնորդությունը, պարզվում է մինչև օգոստոսի 2-ը լիազորությունները չի ստանձնեն, դա է պատճառը։ Եվ որպես ընտրված պատգամավոր ասում է, որ հարցի քննությունը դեռ իրենց տիրույթում է։ Մինչև լիազորությունները չստանձնեն։ Ես բոլոր դեպքերում շատ խնդրելու եմ, որ այսօրվա նիստը ԿՀ-ի լինի դռնբացության կարգով քննվող, նշված տվյալը ասեմ կամ կարծիքը ասեմ, իրականության, կրկին իրավական իրականության հետ ունի զերո առնչություն։ Հիմնավորեմ ինչով։ Սահմանադրական դատարանը, երբ իր որոշումը կայացրել էր 2021 թվականի դեկտեմբեր ամսին, հստակ արձանագրել էր, որ падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։ Ոչ թե օգտագործվել էր լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Падգամավորի կարգավիճակը տրվում է վկայականով եւ համապատասխան արձանագրությամբ։ Այսօր մենք արդեն ստացել ենք օրինակ Դավիթ Ղազենյանի վկայականը, որտեղ ինչ է գրված, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի падգամավոր։ Հետևաբար կարգավիճակը այլևս այս պահից սկսած 15:30-ից սկսած հստակ է։ Հետևաբար ինչպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննել։ Նույնը վերաբերում է նաև Դավիթ Ղազենյանի։ Ես հակասություն բնավ չեմ տեսնում։ Տիրույթում է, պարոն Վարդևանյան, եթե Ազգային ժողովի։ Տեսեք, ոնց պետք է լինի։ խնդիրը հետևյալն է։ Ազգային ժողովի падգամավորները օժտված են լրացուցիչ անձեռնմխելիությամբ։ Բոլոր մեր հայրենակիցները ունեն անձնական ազատության անձեռնմխելիություն։ Падգամավորները լրացուցիչ անձեռնմխելիություն ունեն։ Դրա հաղթահարման ճանապարհը ազգային ժողովն է։ Դուք կարող եք ասել, թե այս մի քանի օրերի ընթացքում ինչ պետք է տեղի ունենա, հարգելիներս, ազգային ժողովի падգամավոր ընտրվում են խիստ սահմանափակ թվով անձինք։ Հետևաբար նման խնդիր չի կարող առաջանալ։ Ինքնին նման խելագարության կանխավարկածով իրավիճակները չեն դիտարկվում։ Եվ դրա համար է հենց նաև սահմանադրական դատարանը օգտագործել падգամավորի կարգավիճակ եզրույթը, ոչ թե լիազորությունների ստանձնում եզրույթը։ Այստեղ ինչ-որ երերում վիճակ չի եւ իրավաբանի մեկնաբանության հարց չի, հա։ Այստեղ դուք պարզապես բախվում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկնաբանման տիրույթին։ 2021 թվականին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել էր միջնորդություն Իշխան Զաքարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, դեռևս վերջինս ազգային ժողովի գումարման падգամավոր չէր հանդիսանում, այսինքն լիազորությունների ստանձնումը դեռևս տեղի չէր ունեցել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես վերադարձրել էր նշված միջնորդությունը։ Եվ դատախազությունը կրկին այդ միջնորդությունը, ինչպես Նարեկ Կարապետյանի դեպքում է տեղի ունենում, չէր ներկայացրել։ Պատկերացրեցիք Սահմանադրական դատարանի նոր դիտարկման է հղումանում Վարդան Ավագիմյանը։ Ես չեմ պատկերացնում ինչին պետք է հղում կատարել։ Անկեղծորեն եմ ասում։ Եթե պետք է կատարի հղում 2022 թվականի սահմանադրական դատարանի որոշմանը, ապա այնտեղ եւս հստակ խոսվում է падգամավորի թեկնածուների մասին։ Իսկ իրենք որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով արդեն падգամավորի թեկնածուի կարգավիճակի պայմաններում վերադարձրել են համապատասխան միջնորդությունը։ Պարոն Վարդևանյան, այդ դեպքում ինչու են, եթե ելնենք նրանից, որ ձեր պնդումն է, այստեղ ճիշտ է, ինչու են շտապում ձեր գնահատմամբ, այսինքն կարող էին 10 օր հետո նույնը անել խորհրդարանը, ինչն է, ինչու։ Այդ հարցը պետք է ուղղեք իրապես դատախազությանը։ Իմ գնահատմամբ հնարավոր է նաև նույն դատախազության ներսում իրենք չեն կարողանում ունենալ միասնական դիրքորոշում։ Պարոն Վարդևանյան, որովհետև իդեպ ազգային ժողով համապատասխան միջնորդությամբ հանդես է գալիս հենց գլխավոր դատախազը։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի լինելու գլխավոր դատախազը։ Պարոն Վարդևանյան, եթե անձեռնմխելիությունից
եք Նարեկ Կարապետյանին զրկեն ու ենթադրաբար, հա, կալանքի տանեն դատարանում, դատախազությունը ինչ է ներկայացնելու, ձեր ասելով, եթե իրավունք չուներ կհն Ես ուզում եմ իսկապես պատկերացնել այն իրավիճակը, երբ դատարանում Իհարկե, հիմա նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւս սահմանադրական դատարանի համապատասխան որոշման նշված դրույթը հստակ մեջբերելու եմ եւ նաև խնդրելու եմ, որ Նարեկ Կարապետյանի ազգային ժողովի падգամավորի վկայականը ուշադրությամբ ուսումնասիրի դատախազության ներկայացուցիչը։ Այդ պայմաններում ինչպես պետք է պնդում կատարեն անձի ազատության, իրավունքի սահմանափակման։ Երբ կրկին եմ ասում, սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակի առանց իդեպ նույնիսկ իրավական գիտելիքների նշված պարզությամբ գրված է, որ եթե անձը ձեռք է բերել ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ, ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ, չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ ազգային ժողովի կողմից համապատասխան։ Պարոն Վարդևանյան, հիմա այս որոշումը նաև պրոյեկտվում է Դավիթ Ղազինյանի պարագայի վրա, ճիշտ եմ հասկանում, թե ոչ։ Թե արդեն այնտեղ խոչընդոտներ կան։ Ղազինյանի պարագայում մի հատ խոչընդոտ կա, որը հստակ տեսնում եմ, որ որոշակի մարտավարություն է եղել դատախազության, այնպիսի արագությամբ գործը ուղարկեցին դատարան, որ մենք հիմա այս պահին չունենք պաշտոնյա, որը Դավիթ Ղազինյանի վկայական ազգային ժողովի падգամավորի տեսնելով կարող է վերացնել վերջինիս կալանքը, որովհետև վարույթ իրականացնող մարմին չկա։ Քննիչը նախաքննության ավարտ էր հայտարարել։ Դատախազը, ով ունենալով պարտականություն, պայմանականորեն սպասելու մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ավարտը, հաստատում է մեղադրական եզրակացությունը, կարծես երևի մի քանի րոպեների ընթացքում եւ ուղարկում է դատարան։ Հիմա այս պահին հսկող դատախազ չկա, վարույթ իրականացնող մարմին չկա եւ չկա դատավոր, ով կարող է հիմա խափաման միջոցի հարցը Դավիթ Ղազինյանի լուծի։ Հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, Դավիթ Ղազինյանի դեպքում մենք նաև միջնորդություն էինք ներկայացրել, որ վերջինս հարցաքննվի։ Պատկերացրեք, Դավիթ Ղազինյանին կալանավորել են եւ այս ողջ ընթացքում որևէ վարույթային գործողություն չեն կատարել։ Այսինքն ոչ հարցաքննել են, ոչ առերեսում են արել։ Մենք քննիչին միջնորդում ենք, որ նախաքննության ավարտ հայտարարելով, երբ մեզ տրամադրվում է նման հնարավորություն, հարցաքննեն Ղազինյանին կամ առերեսում կազմակերպեն։ Ոչ մեկն են անում, ոչ մյուսը։ Դուք պատկերացրել եք մի քրեական գործ, հիմնավորեցին հետեւյալ կերպ, որ արդեն մեղադրական եզրակացությունը կայծակնային արագությամբ ուղարկել են դատախազություն։ Իսկ պարոն Դատախազությունը իր հերթին աննախադեպ արագությամբ մուտքյանում դատարան։ Դատարանում ինչ է, որպես ուսումնասիրվելու։ Մենք հիմա տեսնում ենք հետեւյալը, որ դատարանը, հակակոռուպցիոն դատարանը, կոնկրետ այն դատավորում կմակագրվի Դավիթ Ղազինյանի վերաբերող քրեական վարույթը, անհապաղ պետք է նիստ նշանակի եւ նշված նիստի շրջանակներում խափաման միջոցի հարցը լուծի։ Այդ քաղաքական process-ների պարագայում դա իրական համարում եք։ Ես նույնիսկ եկեք հետեւյալը ասեմ, ուղղակի մի քանի տվյալներ բոլոր դեպքերում չեմ ուզում նաեւ բացահայտել, բայց կարող եմ ասել, որ նույնիսկ այս աբսուրդի պայմաններում օգոստոսի 2-ը բոլորի պատկերացրած վերջնաժամկետն է։ Դրանից հաստաբանական գործունեությունը կրկին Դե որքանով որ նկատում եք դեռևս կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում հասկացությունները տրհովված են, հետեւաբար դեռևս ես հանդես եմ գալիս որպես փաստաբան։ Պարոն Վարդևանյան, նաև պարոն Ասլանյանի հանդեպ եք վերական նոր քրեական գործ արել։ Ես որքանով որ հասկանում եմ դրա վերաբերյալ պարոն